մենք ունենք պլան B, քանի որ գործ ունենք խուլիգան խունտայի հետ, որ ամեն ինչի ընդունակ են եւ ըստ իս իրենք փողոցով եկել են եւ պետք է փողոցով գնան, իրենք երեկվա իր ելույթից հետո կարծում եմ, որ չի հաշտվելու ընտրությունների այն եզրակացության հետ, որը պետքա լինի, եւ երկրորդ հարցադրումս այն է, արդյոք այս իշխանությունը երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձից մինչև ամենամանր այս օրինազանցություններին խառնված անձինք պետք է քրյորեն պատժվեն։ Նայեք, պլան B-ի վերաբերյալ ես նույնիսկ չեմ էլ ուզում մտածեմ պլան B-ով ծանրաբեռնեմ ինքս ինձ, որովհետև մեծ համոզմունք ունեմ, որ պլան A-ն հաջողություն է ունենալու։ Նայեք, մենք 21 թվականի փորձը այնուամենայնիվ ունենք։ Եթե հանձնաժողովի անդամը, եթե վստահված անձը ամուր կաղնած է եւ իր ֆունկցիան է իրականացնում, կոնկրետ տեղամասում շատ դժվար է ինչ-որ բան անել։ Ուրեմն մենք պետք է մոբիլիզացնենք մաքսիմալ ձևով մեր թիմը, ստանանք այդ արդյունքները եւ որից հետո ոչ մեկը չի համարձակվելու որևէ բան անել։ Այնինչ դուք ասում եք, ենթադրում է, որ կան ընտրության արդյունքներ եւ օրինակ վարչապետը հայտարարում է, որ մեկ է ես եմ։ Սա նշանակում է, որ պլան B-ն հեղափոխությունն է, բայց արդեն լեգիտիմ իրավունք ստացած հեղափոխականներով, այլ ոչ թե զուտ փողոցի մարդկանցով։ Ինձ հասկացաք, ամենից կարևորը ստանալ այդ մանդատը ժողովրդից, ստանալ այդ քվեն ժողովրդից։ Եթե այդ քվեն լինի, ոչ մեկը չի համարձակվելու ասել, որ չէ, ես մեկը աթոռս չեմ թողնում։ Այդ աթոռի տերը իրենք չեն, աթոռի տերը դուք եք։ Ինձ հասկացաք, շատ դժվար է հիմա, իսկապես ես չեմ տեսնում, որ վստահված անձերը, հատկապես հիմա բավական մրցակցային դաշտ է նաև ընդդիմադիր դաշտը։ Հիմա դուք պատկերացրեք բոլոր այդ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մասնակցում են, ունենան իրենց հանձնաժողովի անդամը, ոչ բոլորը, միայն խորհրդարանականներն ունեն եւ ունենան վստահված անձինք։ Դժվար է տեղում ինչ-որ բան անել։ Ուրեմն, լավատեսությամբ պետք է լծվենք, նաև պատրաստ լինենք պլան B-ի, բայց մեր հույսը դնենք պլան A-ի վրա։ Շնորհակալություն։